Ես 27 տարեկան եմ, սկսել եմ նկարել փոքր ժամանակից, չեմ հիշում որ տարիքից, ավարտել եմ Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտը։ Իմ նկարչության ոճը անվանում է նաիվ ռեալիզմ։ Դա փիլիսոփայական հոսք է, ամենակարևորը այդ ոճի մեջը անկեղծությունն է եւ նաեւ այս աշխարհին երեխայի աչքերով։ Փոքր ժամանակից գնում էի նկարչության դպրոց եւ մեզ սովորացնում են, որ ամեն ինչ որ տեսնում ես, ինչ որ մի փոքր բանի մեջ գտնում ես գեղեցկություն, պետք է անպայման նկարես, ինչքան շատ, այնքան ավելի լավ։ Դպրոց ավարտեցի, ընդունվա դիզայնի, մտածում եմ, որ ավելի ճիշտ կլինի ու մի օր գնացել էի առաջին կուրսում գնացել էի ցուցահանդես, Գելի Կորժովի ցուցահանդեսը մեծ եւ իր նկարները այնքան հոգեշնչեցին, որ ես մի քանի անգամ էլ գնացի ցուցահանդեսը ու գնացի տուն ասեցի, վсё, վերցնում ենք իմ թղթերը ինստիտուտից ու ընդունվում ենք նկարչության հենց գեղարվեստի բաժինը։ Ես ռեստավրատոր եմ աշխատել, իկոնաների ռեստավրատոր, նկարների ռեստավրատոր, արխիտեկտուրայի ռեստավրատոր, կերամիկայի ամեն ինչի ռեստավրատոր եմ աշխատել, նկարչության դասեր եմ տալիս երկար տարիներով եւ հիմա հենց նկարչության դասերով եմ աշխատում, ամենաշատ զբաղվում ու նկար վաճառվում են, քիչ-քիչ ավելի շատ են նկարները վաճառում, երկար ժամանակ պետք է անցնի, որ դու դառնաս հայտնի, որ նկարներդ վաճառվեն։ Դրա գալիս մեծերի հետ ինչ որ իրանց դաս տալ, կոմպոզիցիա դաս, մի քիչ ավելի խոր մտքերով, ավելի շատ են դուր գալիս եւ իմ երազանքը ինստիտուտում դաս տալը։ Իմ մոտիվացիա աղբյուրը իմ դիտողներն են, որ իրենք շատ տարբեր էմոցիաներ են ստանում իմ նկարներից ու կիսում են ինձ հետ, հատկապես որ այս ցուցահանդեսից հետո մի քանի հոգի մոտեցան ինձ ասեցին, որ արդյունք են թողել իմ նկարներից ու մի հատ աղջիկ անգամ չէր կարող զսպել, լացում էր այդ էմոցիաները, այդ մարդկանց անգամ որ շնորհակալություն են հայտնում, իմ համար շատ մեծ մոտիվացիա է աշխատելու համար։ Ինձ թվում է կյանքի մեջ ամենաթանկարժեք, ամենարժեքավոր երևույթը այս աշխարհում մարդն է, մարդու կյանքն է, մտածմունքները, զգացմունքները, այդ աշխարհը ինձ համար շատ հետաքրքիր է։ 5 օր առաջ ցուցահանդեսը բացվել է, ես արդեն նոր նկարներ եմ սկսել նկարել։ Հիմա որ վերջացնում եմ ցուցահանդեսը, անպայման կգնամ ինչ-որ տեղ, ուզում եմ Դիլիժան գնալ, Գյումրի, մի քիչ նկարեմ, հանգստանամ։ Ու вообще նկարելու process-ը ինձ շատ է դուր գալիս, չգիտեմ, սա կյանքս կնկարեի, եթե հնարավորություն ունեի։ Ինքնաթիռները այդ փոքր իմ մտքերն են նկարների մասին, ոնց նամակ եմ ուղարկում իմ դիտողներին։ Ու նկարների կողքան այդ ինքնաթիռները, որ կարող եք փոխել, կարդալ իմ մտքերը։ Ու մի փոքր սիմվոլ է, որ մենք երեխաների նման չմոռանանք երազել։ Իմ 5-րդ ցուցահանդեսն է։ Ես ունեի նույն ցուցահանդեսը Թբիլիսիում ու Երևանում, դեռ նույն նկարներ էին ցուցադրվում, ուղղակի տարբեր քաղաքներում։ Մարդիկ, որ նայում են նկարները, ասում են իրանք ոնց որ զգում են ինչ-որ նոստալգիա, իրանք զգացել են այդ նույն պահերը ու իրանց ինչ-որ մոտիկ բան են գտել։ Դա են երևի տեսնում։ Այս ցուցահանդեսը մարդու եւ տարածության մասին է, իրենց փոխհարաբերության մասին է։ Աղբորս տղեն ինքը ապրում է Անապայում, ու մենք իրար վերջին անգամ մի տարի առաջ ենք իրար տեսել, ինքը իմ մուզայաներից մեկն է։ Իրան շատ եմ նկարում։